Այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսյանի դստեր Արմինե Մոսյանի վրա։ Մերուժան Մոսյանը հետմահու պարգևատրվել է մարտական խաչ աստիճանի շքանշանով։ Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մետրոյում արցախցի կնոջն ասել էր. «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել», պնդելով, որ նրանք Արցախում ապրել են ՀՀ հարկատուների հաշվին։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Բագրատ Սրբազանի նամակը Արմինե Մոսյանին։ Շատ սիրելի Արմինե, ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում ձեզ, որ արցախյան ուղղամատությանն ու համարձակությանը հատուկ այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը։ Աստծո կամոք թե ձեր զավակը և թե մենք բոլորս կվերադառնանք Արցախ, մեր հարազատ և անկրկնելի տուն հայրենիքը։ Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը։ Բյուր օրհնություն ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր։ Չեմ մոռանալու հանուն քեզ Հայաստան, չեմ ներելու հանուն քեզ Արցախ։ Հաղթանակն այլընտրանք չունի։ Սիրով և աղոթքով հայրենիքի կալանավոր Բագրատ Գալստանյան։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է. «Հարգանքներս ու երախտագիտությունս Արմինե Մոսյանին, ով իր հոր արժանի զավակն է և ում հետ շուրջ 15 տարի ընկերներ ենք, իսկ Արցախի ժողովրդի ցեղասպանության ու հայրենազրկման Ալիևյան հանցագործությանը ամենաշատ օժանդակած հայը, էլ չասեմ պետության ղեկավարը, պարզապես իրավունք չունի մուննատ գալու իրենց բնական իրավունքների ու հույզերի մասին խոսող արցախցիների վրա հլը մի հատ էլ մեզ անվանի փախածներ։ Թե ում երեսից և ինչից ենք փախել, այն էլ լքված ու միայնակ կերպով արժանապատվության մարդ տալուց հետո դեռ պատմությունը կգնահատի։ Իսկ արցախցի քույրեր ու եղբայրների ինտեգրման մասին ով էր մի քանի օր առաջ խոսում, հանձնարարություններ շռայլում, խոստումներ շռայլում։ Այդպես եք նպաստում արցախցիների ինտեգրմանը, բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքները ու հույզերը մերժելով ու թիրախավորելով։ Ահա հերթական ապացույցը, թե ում կողմից է այս տարիների ընթացքում կառավարվել արցախցիների դեմ ատելության քարոզը, իշխանական ու պետական ալիքներով, և թե ինչու գեթ մեկանց պատասխանատվության չի ենթարկվել այդ հանցագործությունների համար, ի տարբերություն իրենց նախընտրած ու պատվիրած դրվագների, ինչի համար կին ու երեխա էլ են բերման ենթարկում, մարդկանց ասֆալտին էլ են փռում ու հասցնում մահվան դուռը։ Այսօր Աբովյան քաղաքում Ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակի բացմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին, ով այսօր մետրոյում բղավել էր արցախցի կնոջն ու նրա երեխային։ Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ շրջափակման մեջ գտնվող արցախահայերը 9 ամիս դիմացան սովին ու դժվարություններին, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո հանրային դժգոհության ալիքի ֆոնին թաքնվում էր բունկերում։ Չեն ֆայմել էլի, որ գնային, ասենք, Օնիկ Գասպարյանի մոտ բունկերում պահկվեին, բունկերից սելֆի վիդեո անեին, չէին ֆայմում արցախցիները իրապես տենց։ 200 հոգի ելել էր հրապարակ, 300 հոգի ելել էր հրապարակ, գնացել էր Օնիկ Գասպարյանի բունկեր։ Այդ մարդիկ իրանց երեխեքի սահմաններից 100 մետր հեռավորության վրա, 1 կիլոմետր, 2 կիլոմետր հեռավորության վրա 9 ամիս սոված դիմացան, ոնց կարելի է։ Ու ինքը պետք է դա չասի։ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Հարգելի տիկին Արմինե Մոսյանին ու նրա երեխային հրավիրում եմ ՀՀ կառավարություն ուղիղ եթերում իրենից ու իր երեխայից պաշտոնապես ներողություն խնդրելու։ Եթե կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երևանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի, կրկին ուղիղ եթերում։ Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում»։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։